Բարև ձեզ։ Եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովհաննիսյանն եմ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի անձնավորության, ում հետ զրույցը որպես կանոն ոչ միայն ներշնչող է, այլև ստիպում է այլ աչքերով նայել աշխարհին, մեր կյանքին, առողջությանը եւ ընդհանուր մեր հնարավորություններին։ Նա հիանալի կերպով համադրում է տեխնոլոգիական աշխարհի արագընթաց ռիթմը, ակադեմիական խորությունն ու մարդկային, ինչպես նաև հոգևոր արժեքները։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Pixart-ի հանրային կապերի ղեկավար, ինչպես նաև Wellness Երևանի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Մադլեն Մինասյան Իսպիրյանն է մեր տաղավարում։ Եվս մի հավելում կա, հայրենադարձ, որի մասին կխոսենք։ Բարի գալուստ մեր տաղավար Մադլեն։ Շատ ուրախ եմ, որ ձեր տաղավարում եմ, շնորհակալություն եւ Սուսաննա ջան, ձեզ արդեն քանի տասնամյակ ճանաչում եմ ու այնքան ապահով ու հաճելի է ձեր հետ։ Շնորհակալ եմ նմանապես Մադլեն եւ կարծում եմ կեղծավորություն չանեմ եւ այս բացառիկ դեպքն է, երբ դուքով շատ արհեստական կլինի։ Եվ այսպես Մադլեն, հարցերը շատ են, ուղղությունները դրանից էլ շատ գործունեության։ Բայց սկսենք երևի թե դրանից, որ ինչպես նշեցի, շատ բազմազբաղ եք եւ ինչպես է սկսվում օրը, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում կարողանաք պահպանել էներգիան, չկորցնեք լավատեսությունը։ Իմ սիրելի հարցն է, որովհետեւ իմ առավոտյան արարողությունը եւ իրոք արարողություն եմ ասում, որովհետեւ ինքը իրոք ռիտուալ է։ Ծես։ Իմ համար, որովհետեւ առավոտ 5-ին աշխարհը դեռ քնած է։ Եվ ոչ ոք չի կարող, այսինքն ոչ թե չի կարող, այլ չեն զանգում, SMS ուղարկում, WhatsApp ուղարկում, ես մենակ եմ։ 5-ին ես արթնանում։ Այո։ Մի հատ գիրք կա, կոչվում է 5 AM Club, բավականին հայտնի գիրք է, առավոտ 5 արթնացողների միավոր կամ խումբ, երբ որ այդ ժամը միայն քոնն է։ Ինչ եմ անում այդ ժամով, սովորում եմ, կարդում եմ, շունիկիս եւ կատուիս սիրում եմ, քայլում ենք դրսում, երբ որ արդեն արևածագն է լինում, արևածագ եմ վայելում եւ նաեւ անդրադառնում եմ իմ տարբեր մարմիններին։ Մենք միշտ կենտրոնանում ենք մեր ֆիզիկական մարմինի վրա, իրան ենք փորձում բարեկեցության տալ եւ առողջություն տալ, բայց մենք ուրիշ մարմիններ էլ ունենք, մենք շերտավոր մեր մեջ ունենք էներգետիկ մարմին, ունենք հոգևոր մարմին, ունենք էմոցիոնալ մարմին, մենտալ մարմին եւ դրանք բոլորը մեր ուշադրությունը պետք ունեն։ Օրինակ կարող եմ ասեմ էմոցիոնալ մարմինի հետ կապված մի արարողություն, որ ամեն առավոտ անում եմ, դա շնորհակալության գիրք է։ Ես զարթնում եմ եւ ամեն օր 3 բանի համար շնորհակալություն եմ հայտնում եւ գրում եմ իրենց մասին։ Օրինակ շնորհակալություն, որ իմ տղաս այսքան ուշադիր է իմ նկատմամբ եւ իրոք ունի այդ հարգանքը դեպի մայր։ Գրում եմ, մտածում եմ դրա մասին ու այդ բավականին համ մեր ուղեղին, համ մեր հոգուն սփոփում է, որովհետեւ կարող է օրերը դժվար լինեն, կարող է հոգնած լինես, կարող է, չգիտեմ, ստրեսներ լինի, այդ շնորհակալության արարողությունը լրիվ համ ուղեղը եւ համ հոգին փոխում է դեպի շնորհակալություն դրական եւ այն արժեքներին, որ իրոք քեզ կարեւոր են։ Իսկ արդեն 8-ին իմ ու Արթուրի սուրճի ժամն է, մենք ունենք տարբեր, ասում են, սիրո լեզուներ։ Արթուրի սիրո լեզուն ծառայությունն է, ինքը սիրում է անել։ Եվ դրա համար առավոտյան մենք միշտ սուրճի ժամ ունենք, ինքը սուրճ է պատրաստում, բավականին մասնագիտացվել է, իր համար շատ կարևոր է սուրճի հատիկի որակը, ջուրի ջերմությունը, այսինքն սիրուն ինքը պատրաստում է սիրով ու նստում ենք ու էդի մեր ժամն է։ Իսկ արդեն 9-ին հանրային եմ դառնում բոլորի համար, այսինքն այդ 5-ից 9 դա իմ եւ իմ ու Արթուրի սուրբ ժամն է։ 4 ժամ, իսկ չեմ կարող չհարցնել երբեք քնում։ Արդեն 9-ին Իրիկունը 9-ին ես արդեն
պիտանի չեմ, ոչ մի բանի։ 5-ին արթնանալու համար առնվազն, այո։ Իսկ 10-ին արդեն ննջում, տենց եւ ոչ թե դա ջանք հաթափում, արդեն 10-ին եթե պարկաշ չեմ, ապա հուշաթափված եմ միտեղ։ Հաստատ անկնությունը չի սպառնում։ Չէ։ Իսկապես շատ գեղեցիկ եւ բովանդակային օրեք սկսում եւ շատերը կարծում եմ հիմա լսեցին հատկապես այս սուրճի ժամը, որ Արտուր այդքան սիրով կարծում եմ արվեստի մի դրսևորում է իր համար սուրճ պատրաստել է եւ շատ կանայք հավանաբար երանությամբ կամ նախանձով լսեցին այդ հատվածը։ Մադլեն, չեմ կարող չհարցնել մի հարցի վերաբերյալ, որը կապված է քո հետաքրքրասիրությամբ ծագումնաբանության հետ, արմատների, որտեղից է սերում, որտեղից են նախնիները, այնքան որ ճիշտ է հիմա DNT-ն դարձել է բավականին տարածված մի հետազոտություն, բայց դու ավելի խորն ես գնացել։ Ինչ է տվել արդյունքը եւ արդյոք փոխվել է կյանքը հասկանալով, թե որքան հին են արմատները։ Այո, Սուսանա ջան, պիտի մի բան խնդրեմ, մինչև պատասխանելը դուք ինձ կասեք ստոպ, որովհետև այս իմ սիրած թեման է եւ կարող եմ անվերջ խոսամ։ DNT-ի եւ ոնց որ հետաքրքրության որսի ընթացքում ես բավականին մեծ բաներ եմ հայտնաբերել իմ անցյալի մասին, ընտանիքիս մասին։ Ամենամեծ բացահայտությունը, թե ինչքան հայ եմ ես բավականին Կար կասկած, հա։ Կասկած չկար, բայց կա օրինակ տոկոսներ, որ կարող էր, օրինակ, չգիտեմ, 15 պորտենկոմ ինչ որ մեկը լինի եւ այլն, բայց մի բացառությամբ 8 սերունդ առաջ եղել է հնդկուհի Կալկատա եւ Մադրասից, այդ շրջանից, Չենայի շրջանից, որ եկել է իմ պապայիս կողմ ընտանիք, բացի դրանից լիովին հայ եմ, որ այդ ջեներիկ բանը հետ է գալիս 99% գրած է, որ այստեղից եմ եւ հետո այդ իմ DNT-ի մետադատան ուղարկել եմ տարբեր պատմական եւ սիմպոզիումներ, որպեսզի իրանք էլ կարողանան ինֆորմացիա տալ ուրեմն սկսում է հին քարեդարից եւ երկաթե դարից եւ միշտ այս շրջանից եւ այնտեղ կա Ուրարտու այնտեղ կա Արտաշեսյան, Արշակյան եւ պեղումների գթած դիերի կամ ոսկորների հետ համեմատելիս կարողանում են հասկանալ, որ ժողովրդից է եղել, որ DNT-ի համադրություններ կա եւ այնքան հետաքրքիր է, որովհետեւ առաջի անգամ որ եկա Հայաստան, շատ էի ճամփորդել մինչեւ իմ առաջի Հայաստան գալը, բայց երբևիցե չէր եղել, որ այսենց մագնիսի ուժով ես հողս գայ եւ շատ մեծ պատիվ ունեցա անցյալ տարի հայտնվեմ Արարատի գագաթին եւ Արարատում ընդհանրապես մի հաղորդման թեմա է կարծում եմ, եւ ես ավելի հարազատ երբևիցե չեմ զգացել, այն որ հիմա իրան նայում եմ ու կարոտում եմ ոնց որ մարդ կկարոտի իր հարազատին կամ իր ծնողին։ Այսենց անընդհատ իրան նայում եմ եւ այն օրը սուրճի ժամանակ Արթուրի հետ ասեցի Արթուր ես պիտի հետ գնամ, ասեց հո դու չես գժվել։ Բայց Մադլեն, բայց դա շատ բարդ է, դա կարծում եմ տարիների փորձառություն է պահանջում նման վերելքը։ Պատրաստվել ես թե շատ եմ պատրաստվել, իրոք պատրաստվել եմ եւ շատ լավ ու ճիշտ ընկերներ եւ գիդ չասեմ, ասեմ ուղղորդող կամ մենտոր ունեցել եմ, որպեսզի դա կարողանամ իրականացնեմ, բայց փաստը մնում է, որ եթե իմ սիրտս puzzle-ա, sense մի կտոր մնացել է այնտեղ ու ես ամեն օր իրար հետ հաղորդակցման մեջ եմ։ Եվ իսկապես ուզում ես կրկին բարձրանալ։ Ուզում եմ կրկին, կարողա, չգիտեմ, կրկին պիտի լինեմ, հա, ուզում եմ նորից բարձրանամ, ուզում եմ նորից լինեմ իր հետ։
Որպես շարունակություն շատ հեշտացրեցիր իմ աշխատանքը մոտեցնելու այն թեմային, որ երբեք չես թաքցնում տարիքը։ Եվ Այո։ եթե ես հիմա հնչեցնեմ, դա քո տված իրավունքով է, որովհետև շատ հպարտությամբ եւ կարծես առավելություն համարելով ասում ես 50 տարեկան եմ եւ դրանով ոչ միայն կյանքը չի ավարտվում, այլ ընդհակառակը սկսվում է նոր նախագծեր, ձեռքբերումներ, հմտություններ, վերելքներ, իսկ ինչպես հայ իրականության մեջ կոտրել կարծրատիպը տարիքի հանդեպ։ Հա, շատ կարևոր հարց է։ Այս 50 տարին ես վաստակել եմ։ Այս եթե չգիտեմ, նկատելի է դեմքիս ոչ մի ոնց որ միջամտություն չեմ անում, որովհետև այս սրանք իմ նշանն են, որ ես շատ եմ ժպտացել։ Այսի նշան է, որ ես ստրեսներ եմ ունեցել, բայց անցել եմ այդ ստրեսներով։ 50 տարին այնքան հաճելի տարի է, իմ այս նոյեմբերին կլինեմ 50 ու այնքան հաճելի տարիք է, որովհետև շատ բաներ արդեն անցյալում են, հա, այդ հանրությունը ինչ կմտածի, ոնց պիտի ես լինեմ, այդ բոլոր բաները, որ կրում ես, երբ որ փոքր ես կամ երբ որ դեռ չես հասունանում, այդ դրանք բոլորը անցյալում են կամ գնում են դեպի անցյալ եւ մի տեսակ ազատություն է բացվում այս տարիքում։ Եվ երբևիցե ուշ չի ոչ մի բանի համար, ես դեռ ունեմ ցուցակ։ Այդ ցուցակով ես անցնում եմ, կարևորում եմ այս տարին որն է կարևոր։ Օրինակ դոկտորի կոչումը ստացա 2-3 տարի առաջ, երբ որ 47 եմ, երբ որ մարդիկ արդեն մտածում են գնան թոշակի, բայց դրա համար չի անում, ինքը ճանապարհեր, որ ուզում էի զգայի, ապրեի, սովորեի, ստանայի եւ նաեւ միշտ իմ մտքում այն է, որ պետք է նաև քույրիկներին, այս երկրի իմ քույրիկներին ցույց տալ, որ իրոք չի վերջանում, ընդհակառակը հիմա ավելի ազատություն ունենք բացվելու եւ իրականացնելու։ Իսկ իրականում հենց այդ փորձառությունն է տալիս նման համոզմունք, այսինքն անցել ես այդ ամենով եկել դրան, թե հակառակը, այսինքն սկզբում դու որոշել ես, որ արդեն վերջ այն տարիքում եմ, որ ուրիշի կարծիք կամ ինչ որ ուրիշ բարդույթներ այլևս ինձ չեն հուզելու։ Երևի մեկը առանց մյուսի չեմ պատկերացնում, բայց երևի այն փոքր քայլերի ազատությունը մի քայլերը գնալ եւ զգալ, որ ավելի ես եմ։ Մի բան անել զգամ, որ ավելի դա իմ համար բնական էր, ավելի քան մյուս քայլը, որ կարող է ավելի ջուրելի լիներ բոլորի համար, բայց այդքան ես չլինեի։ Երևի համադրություն է, բայց նաեւ պիտի խոստովանեմ, որ կյանքի արկածների, փորձերի սովորելու, տարբեր մշակույթների, տարբեր ինչ-որ հաղթանակների ագահ եմ։ Սենց իմ մեջ չի կանգ առնում այդ միտքը, որ մի կյանք է, մի հնարավորություն է եւ պետք է ամեն ինչ համտեսել, փորձել անել, որովհետեւ արագ մի պահ է, որ հայերը ասում են 2 օրվա կյանքը, արդեն երկրորդ օրն է, ինչ ենք անում այդ երկրորդ օրվա հետ։ Իսկապես շատ հետաքրքիր է մոտեցումը եւ վարակիչ։ Լսում ես եւ մտածում ես, իսկ ինչու ես մինչեւ այսօր այդպես չեմ մտածել։ Մադլեն, վերելքի թեման դեռ չենք ավարտել եւ բացի դրանից, որ կրկին ուզում ես Արարատ բարձրանալ, գիտեմ, որ ոչ միայն Արարատով ես ուզում սահմանափակվել։ Դա լուրջ է, թե այո, լուրջ է, ուրիշ բարձունքներ նվաճել։ Շատ լուրջ է, ընկերուհի ունեմ, մենք այդտեն շաբաթը մեկ ծրագիր բան ենք անում, նստում ենք ու գրում ենք Կիլիմանջարո կհասնենք, Էվերեստի and trekking այդ ներքևի մասը կգնանք, բայց սա առանց կատակի, առանց հումորի։
Չէ, առանց կատակի, առանց հումորի եւ գիտեք ոչ թե գագաթն է, այլ այդ զգացմունքը, որ Ես դա արեցի, հա։ որ ես նպատակ ունեմ եւ այդ նպատակը ինձ առողջացնելու է, այդ նպատակը իմ համար ինձ ծառայում է այն ինչ որ ծառայում է իմ բարեկեցությունը, որովհետև եթե ես լինեմ բարեկեցիկ եւ առողջ, իրոք կհասնեմ այդ նպատակներին, որ ունեմ իմ ընտանիքի հանդեպ։ Սա կարծում եմ, որ շատ կարևոր միտք է իմ tech աշխարհից մի հատ բառ ասեմ, download ներբերելու շատ կարևոր միտք է, որ մենք շատ սխալվում ենք, եթե կարծում ենք զոհաբերելով մեզ մեր ծնողների համար, մեր երեխաների համար, մեր ամուսինների համար, հանրության համար, ընկերների համար զոհաբերությունը դա արդյունավետ է։ Ինքը արդյունավետ չի, հակառակն է։ Սկզբից մենք պիտի շնչենք, մենք պիտի արտաշնչենք, մենք պիտի առողջ եւ բարեկեցիկ լինենք եւ եթե մենք դա անենք, արդեն 10 անգամ ավելի ուժեղ կլինենք այդ նույն մարդկանց համար, որը զոհաբերում ենք։ Իհարկե շրջապատը միայն կշահի դրանից։ Դրա համար օրինակ իմ բոլոր ոնց որ սիրած ոնց որ հետաքրքրությունների մեջ այս լեռներում գտնվելը համ ինձ ծառայում է, ինձ առողջացնում է, այն տարբեր մարմիններն առողջացնում, հոգևոր, ֆիզիկական, համ էլ ինձ դարձնում է ավելի պատրաստ, որ լինեմ ավելի լավ մայր, ավելի լավ կին, ավելի լավ քույրիկ, ավելի լավ ընկեր, ավելի լավ աշխատող։ Քեզ հետ անբաժան կապված է նաև եւս մի անվանում, դա Pixart, որի մասին չեմ կարող չնշել, որ ավելի քան 1 միլիարդ անգամ ներբեռնվել է, եթե թիվը սխալ է։ 25 արդեն։ Արդեն 3 եմ նայել, ուրեմն հնացած աղբյուր է։ Աներևակայելի է, այդ դեպքում էլ թվերի մասին չեմ ասի, որ 150 միլիոն օկտատեր, դա էլ է սխալ։ Ամսական չէ։ Ամսական։ Որպես ղեկավար եւ այդ ոլորտի ներկայացուցիչ, վառ ներկայացուցիչ, ինչ տվեց այդ նախագիծը եւ արդյոք այս նախագիծը շրջադարձային եղավ քո կյանքում։ Շատ շուտ եմ միացել Pixart-ի թիմին եւ շատ մեծ փոխհարգանք եւ սեր կա համ մեր ղեկավարության հետ, համ պրոդուկտի նկատմամբ։ Սկզբից շատ հարազատ է եղել իմ համար, որովհետեւ միշտ ասում եմ իմ մամաս ինձ ամենտեղ քշելով, տանելով եւ սпасելով հույսով էր, որ այդ դասերից մեկը կդառնա տաղանդ, հա, մեր դաշնամուրի, բարի, չգիտեմ, այդ դժբախտաբար չստացվեց, այդպիսի տաղանդներ չունեմ։ Բայց բազմաթիվ այլ ոլորտներում քեզ դրսևորեցի։ Եվ միշտ ուզել եմ, որ ես ինձ դրսևորեմ վիզուալ, հա, արվեստով, բայց չի ստացվում իմ մոտ նկարելը եւ այլն։ Pixart-ը վերջապես աշխարհին տվեց այն հնարավորությունը, որ եթե ունեք միտքը, դա հերիք է, այդ գործիքը տեխնիկան մենք կօգնենք, հա։ Եվ այդպես, ինչպես նշեցինք, ավելի քան 2.5 միլիարդ կամ բիլիոն մարդ ներբերել է այդ հնարավորությունը եւ կարող եմ ոնց որ այդ բահը կիսեմ ձեր հետ, երբ որ լիովին բավարարություն եմ ստացել, մենք ունենք օգտատեր, որը փոքր բիզնես ունի եւ առաջ որպիսի կարողանար գովազդ սարքել, պիտի լուսանկարիչ ոնց որ խնդրեր, վարձեր, սպասեր, դիզայներ եւ այլ, որի գումարը չկար եւ ժամանակը չկար։ Հիմա դա շատ հեշտ է անում Pixart-ով եւ կարողացանք ոնց որ ազատել իրեն այդ կտորից, հա, այդ կտորից, որը բավականին իր համար ծանր էր եւ իր փոքր բիզնեսը, որպես միայնակ մայր, ինքը կարողանար իրոք աշխատացնել եւ կարողանար ընտանիքին պահել։ Անընդհատ իր մասին եմ ես հիշում Carol-ի մասին, որը Միացյալ Նահանգներում է ապրում, որովհետեւ իրական փոփոխություն ունեցանք իր կյանքում եւ այդպեսի լիքը մարդիկ առաքելությունն է շատ սիրուն եւ ես չգիտեմ որևէ մի հայկական
product, հա, որը ունեցել է այսքան տարածում, երևի գիտեմ, հա, ямը գույնավոր հերոստացույցը, այն ծողիկը, որը պատտվում է, ինքը տենց կան, բայց այս բանկոմատները այո, բայց սա իրոք այդ շարքում է եւ իր մասը լինել որ հայ արմատներ ունի Pixar-ը այո շատ հայեր են Սփյուռքում ինձ տեսնում եւ ասում են որտեղ եք աշխատում եւ ասում են Pixar ասում են Pixar օֆիս ունի Հայաստանում ասում եմ ավելին ասեմ եւ բացահայտություն է բայց իհարկե մեր յանները միշտ Pixar-ն ներկայացնում են դա լինի Ավոյան, Միկան Վարդանյան, Արտավազ Մերաբյան մենք յաններով միշտ Pixar-ն ներկայացնում ենք աշխարհին Չգիտեմ, միգուցե այսպես անհետ հարց ծագեց հիմա ինձ մոտ, բայց այնքան գեղեցիկ ասացիր, որ քո արտաքին հետ կապված ոչ մի միջամտություն չես անում, բայց Pixar-ի շատ փոքր նաև գործառույթներից մեկը շտկել արտաքինը։ Այո, դրա հետ ինչպես ես ոչ թե համակերպում, այլ ոնց ես ընդունում մարդկանց ձգտումը այդ խմբագրող ծրագրերի միջոցով անդադ կատարելագործել արտաքինը։ Հա, այո։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որը շատ երկար եմ մտածել եւ ես փորձում եմ եւ սա շատ դժվար է, պիտի անկեղծանամ, փորձում եմ իմ մեջ դատողական որևէ մի բան փակել։ Այսինքն չեմ կարող դատեմ այն մարդկանց, որ անում են, հա, համ Pixar-ի միջոցով, համ էլ իրական կյանքում փոփոխություններ կամ միջամտություններ։ Եվ եղել է կյանքի իմ մի էթափը, որ ես էլ եմ արել։ Այսինքն եւ Ոստովանեցիր։ Այո, եւ դա այդ մարդու այդ կյանքի փուլի իրավիճակն է եւ կարողա դա իր համար օքեյ է եւ ես պիտի հարգեմ իր օքեյ համար եւ հիմա ես այս էթափում եմ իմ կյանքի այս համոզմունքին եմ հա կներեք Ինչը ստիպեց հետ կանգնել հրաժարվել որտեվ դա կարծես վարակի պես մի բան է սկսում է ու այլևս շատերը չեն կարողանում կանգ առնել երևի հասկանալով իրական գեղեցկությունը որտեղ է եւ չեմ կարծում այստեղ է եւ ոնց որ տարբերել կտավը իմ դեմքից կամ իմ մաշկից կամ իմ բայց դա հիմա իմ իրականությունն է կարող եմ համեմատեմ 20 տարվա բուսակեր եմ եւ երբևիցե չեմ ստիպում կամ իմ կարծիքը հայտնում կամ եթե իմ կողքը իմ որդիներս կամ իմ ամուսինս միս են ուտում չեմ դատում իրանց դա իրենց որոշումի եւ իրանց ոնց որ ապրելակերպի հետ էս իմս է եւ այդ ոնց որ համ դատելը համ էլ ոնց որ խորհուրդ տալը ավելի համարում եմ սխալ, քան իմ ցանկությունը այդ մարդու համար։ Չգիտեմ, եթե կարողացա հասկանալի է, չես պարտադրում եւ յուրաքանչյուրի ընտրությունն է։ Եվ կարող է իրանք էլ գան այդ պահի, որ ուզենան չանել ոչ մի բան, մաս չներկել օրինակ, կարող է ես կամ մի փուլի, որ ասեմ ուզում եմ, չգիտեմ, կարմիր մազեր փորձեմ։ Աշխարհը այնքան երկու ճիշտը կարող է նույն տեղ լինի։ Եվ ճշմարտությունը կարող է երկու կողմում էլ գտնվի։ Դրա համար ունեմ ես իմ ռազմավարությունը, ես ուզում եմ սրանք տեսնել, որովհետև իրանք իմ պատմությունն են, բայց նաև ես հասկանում եմ եւ հարգում եմ, երբ որ մի օքի չի ուզում տեսնի Իրանը։ Շատ համոզիչ է ամեն դեպքում եւ իսկապես յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրության, թե որ ճանապարհը կընտրի, եթե վերադառնանք վիրտուալ փոփոխությունների, որ շատերը անում են լուսանկարների հետ, կարծես մոռանում են, որ հետո իրենք իրական դեմքով դուրս են գալիս փողոց եւ դու կարծես չես հասկանում ով է եւ ով է ավելի իրական։ Աստիճանաբար գալիս ենք եւս մի ուղղության, մի ոլորտի,
ինչպես ասում են, սարերից եւ այթից իջնում ենք եւ գալիս ենք մի հանդարտ հարթություն, որը համեմատաբար նոր ուղղություն է։ Այո։ Դա այքո նշած Wellness, մարմինների, այո, Այո։ բարեկեցության, հոգատարության մասին է։ Մի միջավայր, որտեղ միայն կանանց համար է, Չէ, բոլորի համար է։ դա էլ է շատ կարևոր, որովհետև վերականգնվելու կարիք ունենք բոլորս։ Մադլին կպատմես ինչ կենտրոնի մասը, դրանք շատ են, ինչով է քոնը տարբերվում։ Այո։ Ճիշտ ասած, ծնվեց հենց այդ Արարատի վերելքի ճանապարհին, ես Շատ հոգնած չէ, հենց պատրաստվելու ճանապարհին, ես ասմատիկ եմ եւ պիտի ոնց որ սովորեի ճիշտ կառավարել իմ շունչս, որպեսզի իմ շունչս ճիշտ կառավարեմ, խնդրեցի օգնությունի, խնդրեցի իմ ընկերուհուն Լարային, որ ինձ կծանոթացնե շնչառության մասնագետի հետ։ Այս դեպքում պրանայամա յոգայի եւ նաեւ ուրիշ տեսությունների դիմե, որպես ինձ ուժեղացնենք, որ մենք կարողանանք հասնենք գագաթին։ Կունդալինի յոգա է դիտայի հետ, ռեյկի, տարբեր տեսություններ, որ կարծում էի, որ ինձ կպատրաստի։ Եվ իմ մասնագետները, որը բարձր որակի մասնագետներ են, չունեին մշտական տարածք եւ պիտի ինչ-որ մի բան մտածեինք, կամ իմ տունը, որտեղ անհարմար էր եւ ոչ արժանապատիվ իրանց արհեստի նկատմամբ, կամ պիտի ինչ-որ տեղ վարձեինք, որ նպատակահարմար չէր մեր ուղղվածությանը, որովհետեւ co-working tech աշխատանք չի, ժողով չի, ինչ-որ արարողական process է կամ սեսիա է։ Եվ մտածեցի, որ եւ նաեւ այդ ժամանակ ես coach եմ եւ coaching եմ անում եւ դա անում էի ռեստորաններում, որ շատ անհարմար էր։ Եվ մտածեցի իմ նման, Լիլիթի եւ Էդիթի նման լիքը մարդիկ կան, որ ունեն մեծ առաքելություն, դա մարդկանց բուժել, զարգացնել, օգնել եւ չունեն տարածք անելու եւ աբսուրդ է մշտական մի տեղ վերցնել, եթե դա շաբաթը 40 կամ 60 ժամ չենք անում։ Օրինակ կարող է շաբաթը 5 անգամ, 4 անգամ, 10 անգամ, հա։ Դրա համար որոշեցինք, ոչ թե միայն դրա համար, բայց որոշեցինք տարածք սարքել co-working, որը համապատասխանում է բարեկեցության, զարգացման եւ առողջության պայմանները։ Դրա համար կարող է օրինակ յոգայի մասնագետը, քոուչը, հոգեբանը, չգիտեմ, կուրսկի կերակրելու մասնագետը մի ժամով վերցնի մեր մոտ տարածք եւ տարածքը հարմարացված է, ունի բոլոր պայմանները, որպեսզի կարողանան մենք իրանց համար տարածք ենք պահում, որ իրանք տարածք պահեն իրանց մարդկանց համար։ Ես անգամ նկատեցի տեսանյութում, որ ռոյալ ունեք։ Այո։ Եվ ավելին ասեմ, բազմապրոֆիլ է։ հա, ավելին ասեմ, ամեն ինչ փորձել ենք էներգիայով պահել, օրինակ, համ ռայալը, համ աթոռները, օրինակ աթոռները ամերիկյան համալսարանի հին աթոռներն են, որ իմացա, որ համալսարանը վաճառում է, ասեցի, այս աթոռները ունեն տասամյակների էներգիա, սովորողի էներգիա։ Ես պիտի ռեստորացիա անեմ եւ տանեմ wellness, Այսինքն նորը կարող է այդքան արդյունավետ չլինել ըստ քեզ։ 100%, ամեն ինչ ունի իր էներգիան եւ պատմությունը եւ այդ նույն ռազմավարությունն է, որ բերել է ինձ այս հողի վրա, որովհետեւ այդ էներգիան կարեւոր է։ Վստահ եմ, մի առանձին հաղորդաշար եւ մի քանի հաղորդումներից բաղկացած կարելի է նվիրել այն թեմային, թե ինչպես Մադլենը որոշեց մշտական բնակություն հաստատել Հայաստանում եւ բոլոր այն լրագրողները, ում հետ զրուցել ես, վստահ են, որ շատ դժվար է ինչ որտեղ ավարտի հասցնել զրույցը քեզ հետ, որովհետեւ դա իսկապես բարդ է։ Քեզ հետաքրքիր է լսել, ինչ որ պատմում ես, ոչ միայն հետաքրքիր է, այլև գրավիչ վիզուալ առումով, շատ գեղեցիկ ես պատմում։ Շատ կարճ բլից հարցաշար ունեմ։
եւ ակնկալում եմ Լից կարճ պատասխանը։ կարճ պատասխաններ։ Ամենամեծ ներշնչանքի աղբյուրը Հայաստան ասելիս ներգրավում ընտանիք Հայաստան Cloud, Gemini, թե մարդկային զրույցներ։ Մարդկային զրույցներ Cloud-ը տենց իր հետ գալիս է Բայց գիտեմ, որ կարևոր դեր է խաղում քո կյանքում։ Այո, բայց մարդկային զրույցներ Ինչը կարող է ժպիտ պարգևել անգամ ամենածանր օրը։ Արավոտյան սուրճը նամանավանդ որ նստում եմ ու շունիկը թռնում է գիրկս եւ կատուն գնում է Արթուրի մոտ այդ պահը Գեղեցիկ պատկերը։ Եթե հնարավոր լիներ փոխել մեկ բան հայկական մտածելակերպում, որը կլիներ։ Այդ զոհաբերությունը որպես արժեք, որ կանայք կրում են այս երկրում, որ Չլինենք այդքան զոհաբերող։ ոչ մեր հաշվին մենք ուժեղ լինենք, որ կարողանանք բոլորին հասնենք, չհամարենք, որ զոհաբերությունն է ճանապարհը։ Եվ կյանքի գլխավոր կարգախոսը մեկ նախադասությամբ։ Դրանք շատ են։ Չէ, ունեմ դա անգլերենով սկզբից ասեմ, թարգմանեմ to uplift, unify and serve, բարձրացնել մարդուն, միացնել մարդկությանը եւ ծառայել։ Այն ինչ որ դու անում ես։ Փորձում եմ։ Մոդլին շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ այն անկեղծության համար, որը անգամ ռադիոյով այն տարածվում է այդ էներգիան։ Եվ քեզ հետ մեկ անգամ շփվողը սա հաջողախոսություն չէ, կփաստի, որ կրկին ու կրկին ուզում է շփվել, հանդիպել, բարակվել քո լավատեսությամբ եւ մի փոքր լավ իմաստով գողանալ քո էներգիան, եթե կարելի է։ Շնորհակալություն, որ մեր հյուրը եղար։ Մերսի։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել ենք մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Pixart-ի հանրային կապերի ղեկավար, ինչպես նաև Wellnest Երևանի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն հրաշալի մի անձնավորություն Մադլեն Մինասյան Իսպիրանին։ Ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։